Հերթագրվել է 8 պատգամավոր, առաջինը Ագնեսա Խամոյանն է, համեցեք։ Շնորհակալ եմ, բրավո պարոն Կոնջորյան, 20 րոպե խոսեցիք ամեն ինչի մասին, բացի մամուլում քննարկվող թիվ 1 թեմայից։ Ձեզ ուղիղ տեքստով, փաստերով մեղադրում են քաղաքական կոռուպցիայի մեջ։ Պարոն Կոնջյան, քանի որ դուք գեղախոսության մեծ վարպետ եք, ես առաջարկում եմ նաև մեր լրագրողների համար, որովհետև տեսա, որ այս 2 օրվա ընթացքում շարունակ փորձում են ձեզանից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն։ Կարող եք ի վերջո դուք մեզ պատմել, թե ինչպես է ձեր կինը 2024 թվականի նոյեմբերին նշանակվել HiPost-ի տնօրեն։ Մեր հայրենակիցների համար հիշեցնեմ, որ այն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ձեր տիկինը ստանում է տարեկան $118,000 աշխատավարձ, ամսական 3.6 միլիոն դրամ։ Համեմատության համար ասեմ, որ Հանրապետության նախագահը ստանում է, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն, Հայաստանի Հանրապետության վարչապետը 1.6 միլիոն է ստանում, այսինքն կրկնակիից ավել շատ է ստանում։ Տեսեք, ԶԼՄ-ներին մրցույթային նիստերի արձանագրությունները չեն տրամադրվում։ Ոչ ընկերության կողմից, ոչ նախարարության կողմից, ինչը ավելի է խորացրել կասկածները, որ ձեր ուղիղ միջամտությունն է եղել HiPost-ի տնօրենի պաշտոնում ձեր տիկնոջ նշանակման հարցում։ Հիմա խնդրում եմ մեզ պատմեք, ինչպես է նշանակվել, մինչև այդ որտեղ է աշխատել եւ որն է եղել ձեր դերը այդ նշանակման հարցում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն տիկին Խամոյան։ Ես իմ խոսքում չասեցի, որպեսզի ըմբոշխնեմ ձեր հարցի միջոցով այդ հարցը։ Առաջինը, իմ կինը HiPost-ի տնօրեն նշանակվելուց առաջ հարցրեցիք որտեղ է աշխատել։ Ի զարմանս ձեզ ասեմ, որ 5 տարի շարունակ աշխատել է HiPost ընկերությունում եւ եղել է վարչության ղեկավար։ Այսինքն իմ կինը HiPost-ի տնօրեն չի նշանակվել պարզապես ուրիշ տեղից գալով, ինքը եղել է HiPost-ում վարչության ղեկավար։ Հետո եղել է մրցույթ եւ իմ կինը մասնակցելով մրցույթին ընտրվել է HiPost ընկերության տնօրեն մրցութային խորհրդի կողմից։ Այդ մրցութային խորհրդի մեջ բնականաբար ես չկամ եւ չեմ կարող լինել մրցութային խորհրդում ներգրաված են տարբեր անձինք, եթե չեմ սխալվում նաեւ մասնավոր ոլորտներից կան եւ այնպես որ ձեր հարցերը դուք կարող եք համապատասխան կերպով ուղղել պետական գերատեսչություններին եւ ստանալ համապատասխան տեղեկատվություն։ Ես չգիտեմ, գուցե այդ տեղեկատվության վերաբերյալ հարցումները ակնկալել են անձնական տվյալներ, դրա համար այդ տվյալների մի մասը չեն կարողացել տալ լրագրողներին, բայց ներողություն, դա ուրեմն օրենսդրության սահմանած չափանիշներն են եւ կարծում եմ, որ այդտեղ դուք իմ նկատմամբ ամենայն դեպս չպետք է որևէ հարց ունենաք։ Երկրորդը, իմ կինը, քանի որ դուք շեշտեցիք աշխատավարձ, իմ կինը HiPost-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ HiPost-ի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, ինչքան ստացել է իմ կինը։ Իմ կինը երբևէ ամենացածր աշխատավարձ ստացող պաշտոնյան է, այսինքն HiPost-ում, այսինքն երբ որ ինքը նշանակվել է HiPost-ի տնօրեն, դրանից առաջ նախորդող ժամանակներում, տարիներում, տասնամյակներում HiPost-ի տնօրենները ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ եւ ինքը գնացել է ու հիմա ավելի ցածր է ստանում։ Այսինքն ձեր հյուսած նարատիվը, որ Հայկ Կոնջյանի կինը նշանակվեց HiPost-ի տնօրեն եւ սկսեց ստանալ միանգամից տնօրեն այսքան աշխատավարձ, առնվազն չի համապատասխանում իրականությանը եւ կեղծ թեզ է։ Որպեսզի դուք պատկերացնեք, ես ձեզ ասեմ, որ HiPost-ի նախորդող ժամանակաշրջաններում եղել են ստորաբաժանումների ղեկավարներ, տնօրենի մասին չի խոսքը նույնիսկ փոխտնօրենների մասին չի։ Նախորդող ժամանակներում եղել են ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք որ ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ, քան թե այսօր ստանում է HiPost-ի տնօրենը։ Հետևաբար աշխատավարձի վերաբերյալ ձեր դատողությունները հետաքրքիր կլիներ նաև լսել այն ժամանակ։ Այդ ինչի է ոնց ստացվեց, որ դուք հենց նոր հիշեցիք HiPost-ի տնօրենի աշխատավարձի մասին։
Այդ ոնց ստացվեց, որ այդ լրագրողական կազմակերպությունները հենց նոր որոշեցին փորփրել Հայփոստի տնօրենի աշխատավարձի վերաբերյալ այս քննարկումները, երբ որ ես առաջադրվել եմ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում։ Արձագանքեք, ես կշարունակեմ, որովհետև դրա ասելիք ունեմ։ Արձագանք։ Պարոն Կոնջյան, ձեր պերճախոսությունը միշտ գնահատելի է եղել եւ կարծում եմ, որ ձեր քաղաքական կարիերայի ընթացքում ձեր մեծագույն առավելությունն է դա եղել, բայց ես պետքա հիասթափեցնեմ։ Հայփոստը 2020 թվականից է պետական կառավարման հանձնվել։ Միջև դա եղել է մասնավոր ընկերություն։ Կարող էին $100,000 աշխատավարձ տալ։ Խոսքը պետական կառավարման հանձնված ընկերության մասին է։ Եվ խոսքը տարեկան $118,000 մասին է։ Ինչ խոսք, վարչության պետից, լռեք, վարչության պետից Հայփոստի տնօրեն այդ ցածկը կարծում եմ շատ արագ է ստացվել եւ վստահաբար ձեր ազդեցությունը եւ ձեր մասնակցությունը դրանում, եթե ոչ ուղիղ, ապա ակնհայտորեն եղել է։ Դուք ասում եք վերցրեք արձանագրությունները նախարարությունից, Հայփոստից չեն տրամադրում, մեր լրագրողները խնդրել են, չեն տալիս։ Կարող եք ասել այդտեղ ինչ անձնական տվյալ կա։ Ձեր լրագրողներն ինչ անձնական Կոնջյան, սպասեք ավարտի Տիկին Խամոյան։ Ինչ անձնական գաղտնիք կա այդտեղ եւ եթե կարելի է նաեւ քանի որ շատ եք այս վերջերս սկանդալների կենտրոնում հայտնվել, նաեւ պարզաբանումներ ներկայացրեք ձեր եղբոր արկածների մասին, նախկին իշխանությունների շատ էիք քննարկում, ինչու էր Տիկին Խամոյան, ավարտեք։ Ավարտում եմ, ինչու էր բարեկային ծառայության ուղեկցող մեքենայով հայոյանքներ շաղ տալիս Հարցը հասկանալի է, շնորհակալություն։ Տիկին Խաման, ես օբյեկտիվորեն չեմ կարող ժամանակը ձգել 1 րոպեն դարձնել 200 վայրկյան եւ պատասխանել ձեր բոլոր հարցերին, հուսամ որ մյուս ռետորները այդ հարցը կտան եւ ես կպատասխանեմ։ Տեսեք, ձեր անտեղյակությունը, Տիկին Խամոյան, նույնքան հաճելի է, որքան որ իմ պերճախոսությունը։ Դուք նույնիսկ չգիտեք, որ Հայփոստը հանձնված չի եղել մասնավոր ընկերության։ Հայփոստը եղել է հավատարմագրային կառավարման ներքո, դա մասնավոր ընկերություն չի, դա առաջինը։ Երկրորդը, Հայփոստը 100%-ով ինքնաֆինանսավորվող կառույց է։ Իմ կինը եւ Հայփոստի մյուս աշխատակիցները երբևէ պետական բյուջեից աշխատավարձ չեն ստացել։ Տիկին Խամոյան։ Ու երբ որ դուք խոսում եք իմ կնոջ կարիերայի ցածկի եւ այլնի մասին, դուք ավելավա խոսեք ձեր կարիերայի ցածկի մասին, թե դուք ոնց հերթատեսային տաղավարից հայտնվեցիք այստեղ։ Իմ կինը, ի տարբերություն ձեզ, պետական բյուջեից աշխատավարձ չի ստացել, Տիկին Խամոյան։ Դուք ոչ միայն պետական բյուջեից աշխատավարձ եք ստացել, դուք վերջին 5 տարիներին հարկատուների գումարով ստացել եք աշխատավարձ եւ գործից չեք եկել, Տիկին Խամոյան։ Դուք աշխատանքի չեք եկել։ Դուք վատնել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերը, որոնք որ